Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի բարձր ազդեցությամբ ցուցադրական պիլոտային միջոցառումներ ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի տանիքին տեղադրվել է արևային համակարգ։ Աշխատանքները շուտով կհատեն ավարտական փուլը։ Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական պիլոտային միջոցառումներ դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդյունքում իրողություն է դառնում 50 կիլովատ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ուղղված հիմնարար նախաձեռնություն է։ Նախկինում գոյություն ունեցող էներգիայի հզորությունը քաղաքապետարանի շենքի համար մոտավորապես 8 կիլովատի սահմաններում էր, ինչը իհարկե չէր բավարարում ծրագրի պայմաններին, հետևաբար դիմեցինք հետ Սևանի մասնաճյուղին, որպեսզի հզորությունը ավելացնենք մինչև 50 կիլովատ եւ տեղադրենք արևային ինքնավար կայան։ Աշխատանքներն արդեն վաղուց ավարտվել են, կարծում եմ վերջնական փուլին ենք հասել։ Ծրագրի նախապես շնորհակալություն ենք հայտնում։ Սա եւս մեկ ծրագիր էր, մեկ քայլ առաջ, որպեսզի կարողանանք որոշակի գումարներ խնայել քաղաքապետարանի բյուջեում եւ այդ գումարները համապատասխանաբար ուղղել արդեն այլ ծրագրերի իրականացման վրա։ Կարծում եմ ծրագիրը այնքանով արդյունավետ կլինի, քանի որ բացի քաղաքապետարանը ամենայն հավանականությամբ մենք ունենանք 1 կամ 2 փողոցի լուսավորություն, որը կսնվի եւս այսինքն կայանից։ Ծրագրի իրականացման համար Սևանի համայնքապետարանի կողմից կատարվել է ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ի ներդրում։ Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը կատարվել է Էկովիլ ՍՊ-ի կողմից։ Արևային համակարգի տեղադրմանը զուգահեռ համայնքապետարանի վարչական շենքի տանիքում իրականացվել են նաև ջերմամեկուսացման աշխատանքներ, որի շնորհիվ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումները լիովին ծառայելու են իրենց նպատակին։ Օրեր անց համակարգը կգործի, որի արդյունքում հասարակական նշանակության եւս մեկ շենքում կարձանագրվեն էներգիայի խնայողության եւ վերականգնվող էներգիայի օգտագործման տեսանելի ցուցանիշներ։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Արմեն Ղուկասյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։